Երբ որ տարին ամփոփեցինք, տեսանք, որ 90%-ը ապահովագրվել է։ Էկո համակարգում ներգրաված այդ կազմակերպությունները Հայաստանում ներկայացնում են ծառայությունները նաև նոր մոտեցումներով։ Մեր նոր նախաձեռնությունն է մոտակա կարճ ժամանակահատվածում թողարկել կորպորատիվ պարտատոմսեր, դա հնարավորություն ներդրողներին Intelligent Management ընկերության ունենալ այդ էմոցիոնալ զգացումը, որ ստաբիլ եւ թափանցիկ ընկերություններ են աշխատում։ Ինչպես են թիմերը նաև կարողանում ճկուն կերպով աշխատել։ Ցանկացած մարդ հնարավոր է իր առօրյա ծախսերի հետ նաև ունենա ապահովագրական որևէ թեկուզ պրոդուկտ եւ դառնա ապահովագրական ընկերության համայնքի անդամ։ Կային մարդիկ, ովքեր օգտվում են Վարդանանցից, ունենան իրենց ներդրումը Վարդանանցի զարգացման մեջ եւ համարեն մի փոքր նաեւ իրենցը։ Բարև ձեզ։ Այսօր մենք զրուցելու ենք Intelligent Management հոլդինգային կորպորացիայի խորհրդի նախագահ Արևշատ Մելիքսեթյանի հետ։ Պարոն Մելիքսեթյան, ինչ է Intelligent Management-ը։ Խոսենք օրվա ամենակարևոր հարցի մասին։ Intelligent Management-ը հոլդինգային կառավարող ընկերություն է, որը ստեղծվել է հաշվի առնելով օրվա պահանջարկը, առողջապահության, ապահովագրության, ասիստանս եւ լոգիստիկ ծառայությունների համախմբման արդյունքում ստեղծվել է պահանջարկ, որ ավելի էֆեկտիվ եւ մատչելի եւ էֆեկտիվ կառավարող ընկերություն հիմնել եւ մենք որոշեցինք, որ մեր կառավարման ներքո գտնվող FS ապահովագրական ընկերությունը, Վարդանանց բժշկական ընկերությունը եւ Bonus Assistance ընկերությունը միավորել մեկ հարկի տակ Intelligent Management կառավարող ընկերության ներքո, որպեսզի ստանանք այդ էֆեկտիվությունը։ Այսինքն այդ որոշման գնալուց դուք հստակ արդեն իսկ տեսնում եք այն սիներգիաները, որոնք լինելու են հոլդինգային կորպորացիայում։ Այո, այստեղ մենք հեծանիվ չենք օրինել, նայել ենք միջազգային փորձը, միջազգային հոլդինգային ընկերությունները, որ խմբով կառավարման դեպքում ընդհանուր ֆունկցիաներ, որոնք որ ունեն բոլոր ընկերությունները, համախմբվում են հոլդինգային ընկերությունում եւ նույն ստրատեգիայի, նույն որակի, նույն չափանիշների արժեքների ներքո կարողանում եք կիրառել բոլոր ուղղություններով։ Ինչ համընդհանուր սիներգիաներ կան, որ հենց 3 ընկերություններում էլ այս պահին արդեն ներդրված են։ Ինչպես եւ նշված է մեր բոլոր ընկերությունների ստրատեգիաներում եւ առաքելություններում, մենք առաջնորդվում ենք հաճախորդակենտրոն մոտեցմամբ, յուրաքանչյուր մարդուն դնելով մեջտեղում եւ իր կողքը կառուցելով այն ծառայությունները, ինչ որ անհրաժեշտ է տվյալ մարդուն, ոչ թե ընդհանրացնելով պրոդուկտի, այլ գալիս ենք ավելի մարդուն։ Եվ այս գաղափարախոսությունն էլ բերում է հենց հոլդինգային ընկերության կառավարող ընկերության գաղափարին, որ ավելի էֆեկտիվ կարող է առաջարկել։ Եվ հաջորդ, եթե կուզենա ասել, որ այս ամենի ներքո մենք կարողանում ենք հնարավորություն տեսնել մասշտաբի էֆեկտ տալուն արդեն ավելի շատ մարդկանց դառնալով հասանելի այս ծառայություններով։ Պարոն Մելիքսեթյան, իսկ անդրադառնալով հենց անվանմանը Intelligent Management, կարող ենք դիտարկել, որ հոլդինգի սրտում կարծես թե կրթությունը լինի։ Իրավացի եք, Intelligent կարող ենք թարգմանել եւ կրթություն, եւ գիտակցված, եւ մտածված, եւ մեր ներսում ամենակարևոր հիմքը այս ընկերության եւ աշխատակիցների դա մարդիկ են, աշխատակիցներն են, որոնք որ հիմնականում ընտրվել են, ֆիլտրվել են եւ տարիների ընթացքում մնացել են աշխատելու այն մարդիկ, ովքեր որ շարունակաբար ստանում են կրթություն, զարգանում են, ինքնազարգանում են եւ կրթությունը շատ կարեւոր դեր ունի մեր առօրյայում։ Մեր մոտ այսօր աշխատում են հայաստանյան լավագույն բուհերում սովորող, ավարտած մարդիկ, ինչպես նաեւ միջազգային top 10 բուհերի շրջանավարտներ եւ փոխանցում իրենց կրթությունը ուսում արդեն հաջորդ սերունդներին։ Եթե վերլուծում ենք Intelligent Management-ում մաս կազմող ընկերությունները, կարևոր է նաև խոսել հենց ապահովագրական ոլորտից, որքանով ես տեղեկացված եմ, հենց անձամբ դուք ակադեմիկ տեսանկյունից շատ ներգրաված եք եղել դեռ 2000-ականներին ապահովագրական ոլորտի հիմնային քարերի հարցում, կարող եք հետ հայացք նետել եւ ինչպես եք տեսնում ապահովագրական ոլորտի զարգացումը եւ դրանից հետո արդեն կազմակերպությունների խմբում առողջապահության ոլորտի ներգրավումը։ Ճիշտ եք նկատել, 2007 թվականին ես անձամբ պաշտպանել եմ ատենախոսություն ԱՊԱ համակարգի
մասին, որից հետո հրավիրվել եմ Կենտրոնական բանկի կողմից ԱՊԱ բյուրո, որպես խորհրդի անդամ եւ մասնակցել ԱՊԱ համակարգի ստեղծման իմ փոքր լուման ներդրումն ունեցել եմ այդ համակարգում, որպես շարունակություն ասեմ, որ հիմա ակտիվ աշխատում ենք առողջապահական ապահովագրության համակարգի վրա եւ ես մեր թիմը եւ միգուցե ինքը դառնա նաեւ գիտական աշխատանք, միգուցե ոչ ատենախոսություն, դոկտորական ենք ուզում, մի քիչ փոխվեց համակարգը, բայց նաև ունենալով այդ պատրաստի աշխատանքը կարող ենք ներկայացնել մեր կառավարությանը որպես մոդել, որը կարող է ելի կյանքի կոչվել։ Եվ ամենակարևորը եկեք նաև անդրադառնանք հենց FS ապահովագրական ընկերությանը։ FS ապահովագրական ընկերության թիմը աշխատում է 20 տարուց ավել այս շուկայում, մոտ 28 տարի, եւ կարող եմ ասել, որ այս տարիների ընթացքում եղել է որպես ֆլագման ապահովագրական շուկայի, այսինքն նոր արարություններ բերելու, նոր պրոդուկտներ բերելու, ադապտացնելու, տեղայնացնելու Հայաստանի պայմաններին եւ նույնը հիմա շարունակում ենք արդեն FS ապահովագրական ընկերության ներքո, այդ նույն թիմը շարունակում է աշխատել, հենց հիմա մեր մոտ ակտիվ մշակման փուլում են նորարար պրոդուկտներ, որոնք որ չի կարող Հայաստանը աշխարհի տնտեսության մաս չկազմել։ Եվրոպական, ամերիկյան եւ այլ շուկաների եւ մենք փորձում ենք այդ պրոդուկտները, այդ փորձը, որ մարդիկ անցել են 10, 20, 30 տարում, ավելի կարճ ժամանակում փորձենք տեղայնացնենք Հայաստանում եւ շուտով FS ապահովագրական ընկերությունը հանդես կգա նոր պրոդուկտներով, որը կլինի ավելի հասանելի մեր յուրաքանչյուր քաղաքացուն, հասանելի եւ ինֆորմացիայի տեսանկյունից, որ մարդիկ ավելի հեշտ կմռնեն, կտեսնեն ինչ են առաջարկում եւ ֆինանսական առումով, որ մարդիկ կարողանան ցանկացած մարդ հնարավոր է իր առօրյա ծախսերի հետ նաեւ ունենա ապահովագրական որևէ թեկուզ պրոդուկտ եւ դառնա ապահովագրական ընկերության համայնքի անդամ։ Եվ այդ դրա որպես շարունակություն գալիս արդեն առողջապահության փուլը, երբ արդեն բոլորս տեղյակ ենք, որ կառավարությունը կայացրել է որոշում եկող տարվա հունվարի 1-ից պարտադիր ապահովագրություն բժշկական տրամադրել 65 տարեկան եւ ավել անձանց, ինչպես նաեւ քննարկման փուլում է 200,000 եւ ավել աշխատավարձ ստացող անձանց, եւ մենք այստեղ տեսնում ենք նաեւ հնարավորություն եւ պահանջարկ քաղաքացիների կողմից տրամադրել հավելյալ ապահովագրության փաթեթներ, որով որ իրան կարող են այն մասը, որը որ պետությունը չի ծածկում, կան այն մասը, որը որ պետության տրամադրվածի չի բավարարում, բայց մարդիկ ունեն պահանջարկ, տրամադրել այդ հավելյալ փաթեթները եւ ավելի մեծ մասշտաբի էֆեկտով հանդես գալ եւ դրա ներքո, եթե նայենք intelligent management-ի ներքո, կա ապահովագրական ընկերություն FS, կա Վարդանանց բուժկենտրոն եւ կա bonus assistance, logistic եւ assistance ընկերություն, որ մարդու համար բոլոր ծառայություններից, որը որ անհրաժեշտ լինի, մենք կարողանանք տրամադրել, լինելով մեկ էկո համակարգի, մեկ ընտանիքի անդամ։ Իմ համեստ կարծիքով էկո համակարգում ներգրաված այդ կազմակերպությունները Հայաստանում ներկայացնում են ծառայությունները նաև նոր մոտեցումներով։ Արդյոք հեշտ է կրթել սպառողներին եւ ներկայացնել, որ այս պայդրությամբ ապահովագրական ծառայությունը նաև կարելի է այս մոտեցումով ներկայացնել։ Նույնն էլ վերաբերում է, կարծում եմ, առողջապահական տարբեր ծառայություններին։ Շատ լավ դիտարկում եք անում։ Ես ձեզ ասեմ, որ օրինակը բերեմ ԱՊԱ-ի վրա, երբ որ 2011-ին մենք առաջի տարին ԱՊԱ-ն ներմուծեցինք Հայաստան, մենք մտածում էինք, որ ավտոսեփականատերերի 20 կամ 30%-ը կապահովագրի, երբ որ տարին ամփոփեցինք, տեսանք, որ 90%-ը ապահովագրվել է, եւ մենք հասկացանք, որ հայերը շատ օրինապաշտ են։ Ի տարբերություն ԱՊՀ երկրների այլ երկրներին, որտեղ որ ամենալավ ցուցանիշը 70%-ն էր։ Ուղղակի մեզ պետքա, մեր ազգին պետքա հասկանան, իմանան, որ պետք է դա անեն, եւ եթե չանեն, ինչից են զրկվում կամ ինչ պատիժ է նախատեսված, այսպես ասած։ Դրա համար մենք կարծում ենք, որ պետք է լինեն մեր պրոդուկտները նորարար, պարզ, հասկանալի մարդկանց համար, ոչ շատ բարդ մանր տառերով գրված պայմանագրեր չլինեն, այլ ավելի հասկանալի լինեն, ավելի օգտագործելը լինի կիրառելի, ինչպես նաև ասում ենք user friendly, որ ամեն մարդ կարողանա մի քանի կլիկի օգտագործմամբ կարողանա հասնել իր ծառայությունը ստանա, եւ արդեն այստեղ
product-ը եւ service-ը աշխատում է քո վրա, նույնիսկ գովազդանելու կարիք չի լինի։ Եվ խոսելով նոր նախաձեռնությունների մասին, կարող եք մեզ պատմել նոր կենտրոնի մասին։ Ինչպես արդեն շեշտեցի, հոլդինգային ընկերության ներքո մենք ուզում ենք հասնենք սիներգիայի էֆեկտների կառավարման տեսանկյունից, որը կտա հնարավորություն եւ բաժնետերերին եւ ինվեստորներին, ներդրողներին intelligent management ընկերության ունենալ այդ էմոցիոնալ զգացումը, որ ստաբիլ եւ թափանցիկ ընկերություններ են աշխատում եւ մեր նոր նախաձեռնությունն է մոտակա կարճ ժամանակահատվածում թողարկել կորպորատիվ պարտատոմսեր intelligent management-ով, որ հիմնականում ուղղվելու է Վարդանանց բուժկենտրոնի նոր պրոյեկտի իրականացմանը, որ գտնվելու է արդեն իսկ անվանափոխված Քրքրքորյան փողոցի վրա, նախկին Լենինգրադյան փողոցի վրա, լինելու է հասարակական նշանակության շենքում մոտ 5000 քառակուսի մետր տարածքով բժշկական կենտրոն, որտեղ լինելու են եւ ամբուլատոր, եւ ցերեկային ստացիոնար, եւ ստացիոնար, եւ վիրահատարական ուղղություններ, ցածր ինվազիվ միջամտությունների ուղղվածության բժշկական ծառայություններ, ինչու այդ տարածքը որոշվեց, որովհետեւ հենց այդ տարածքում հիմա ձևավորվում է նոր թաղամաս, ավելի երիտասարդ ուղղված երիտասարդ ընտանիքներին ոնց որ տեսնում ենք, բավական աճում է եւ մեծ պողոտաների հատման խաչմերուկ է Մոնտեմելքոնյան եւ Քրքրքորյան փողոցները եւ շատ մեծ շարժ կա մարդկանց այդ փողոցներով եւ դա մտածում ենք որ այդ տարածքում ինքը պահանջված ծառայություններ է լինելու եւ ինչպես նաեւ փորձելու ենք արդեն իսկ պլանավորվում է ներգրավել ենք միջազգային փորձագետների նախագծման փուլից, որ նախագծումը իրականացնենք եվրոպական ստանդարտներին համապատասխան, այսինքն մարդկանց հոսքերի կառավարումից սկսած, քանի մարդ միջանցքով պետք է անցնի, միջանցքի լայնքը ինչքան պետք է լինի, դռների լայնքը եւ այլն, եւ որակի, ինչպես նաեւ իհարկե սարքավորումների, եւ ամենակարևոր կոմպոնենտը այստեղ, ինչ որ նշեցինք մեր քննարկման սկզբում ակադեմիկ մասը, ունենք համաձայնագրեր գերմանական, ավստրիական, ֆրանսիական մի քանի հիվանդանոցների հետ եւ անհատ բժիշկների, պրոֆեսորների հետ, որոնք որ գալու են Հայաստան աշխատելու այդ կենտրոնում երկարաժամկետ 6 ամիս, 1 տարի որպես էքսպատներ եւ իրանց գիտելիքն ու փորձը արդեն տեղում մեր բուժանձնակազմի հետ կիսվելու, փոխանցելու համար։ Եւ արդյունքում հուսանք, որ կունենանք բավականին բարձր որակի առողջապահական ծառայություններ, ինչպես նաեւ մենք այստեղ հոլդինգ ունենալով բոնուս ասիստանս ընկերությունը լոգիստիկ ծառայությունները պետք է տրամադրենք մարդկանց համար այդ կոնսիերժ կոչվող ծառայությունները, թե մեր հոլդինգային ընկերությունների ներսում, թե ընդհանուր Հայաստանի ցանկացած հիվանդանոցում։ Այսինքն ստացվում է նախկինում այդ համապատասխան միջազգային ստանդարտներին հարիր կերպով աշխատելու համար նույն շենքերի տեսանկյունից կարծես թե նախորդ սերնդից եկած շենքերում ավելի բարդ էր այդ ամենը կազմակերպել եւ ստանալ այնպիսի մի միջավայր, որտեղ հնարավոր կլինի հեշտ ուղղությամբ համապատասխանել ստանդարտներին։ Այո, կան բավականին շենքեր, որոնք կառուցվել են սովետական միության ժամանակ, երբ որ նոր ստանդարտների չափանիշներով փորձում ես օրինակ մահճակալը մտցնել լիֆտ, տեսնում եք որ չի տեղավորվում, միջանցքները թույլ չեն տալիս, կամ բոլորս գիտենք որ ոնց էին պալատից մարդուն տանում կատեի սենյակ կամ ռենտգենի սենյակ գրկել դնել, դա համար հիմա մի քիչ փոխվել է, մահճակալի ակերը բացելով քշելով մտնում եք լիֆտ, անում եք կատեի սենյակ, հետ եք բերում, որ մարդուն հնարավոր մինիմալ դիսկոմֆորտը տրամադրվի։ Եվ դրանից ելնելով, տեսնելով դրսի փորձը, պահանջարկը, շատ ենք պահանջարկ ստանում նաև թե ապահովագրված անձանցից, թե ուղղակի վճարովի ծառայություններից օգտվող քաղաքացիներից, որ անհրաժեշտություն կա ստեղծել նոր կենտրոն, նոր լոգիստիկ process-ներով եւ դրա համար որոշում կայացվեց, որ intelligent management-ով գնալ այս քայլին եւ կորպորատիվ պարտատոմսերի թողարկման միջոցով ներգրավել ֆինանսական միջոցներ եւ այդ միջոցները ուղղել նոր կենտրոնի կառուցման, ավելի ոնց որ էմոցիոնալ մտածելով եկել ենք ռացիոնալ օգտագործման process-ներին։ Եվ եթե նայենք դեպի ապագա, ինչ ապագա եք դուք պատկերացնում intelligent management-ի համար։ Intelligent management-ը
Այսօր հաշվի առնելով այն արժեքները, որ ասեցինք, պետք է ամրապնդի այդ արժեքները, թափանցիկությունը, վստահությունը ներդրողների համար, բաժնետերերի համար եւ էֆեկտիվ կառավարող, օպերացիոն կառավարող բիզնեսների որպես կառավարիչ։ Եվ իհարկե իր մասշտաբիրованիայի process-ն ենք պատկերացնում, հնարավոր է ինչ որ փուլում որպես լինելով ֆինանսիստի մասնագիտությամբ չեմ կարող չասել, պետք է նաև ձգտել IPO-ի։ Հայկական IPO-ի մասին ենք մենք խոսում, հայաստանյան IPO-ի մասին։ Մեր հարևանները Վրաստանում, Լոնդոնում են անում, ինչի՞ չէ, մենք էլ կձգտենք։ Սա շատ կարևոր հայտարարություն է եւ ես մեծ սպասելիքներով հենց կուզեմ այդ օրը լինի, որովհետեւ տեսնել հայկական հայաստանյան ընկերությունը IPO անալուց դա շատ մեծ ձեռքբերում կլինի։ Գիտեք ոնց է, մենք այստեղ չեմ ուզում շատ բարձր խոսքեր ասել, բայց երբ որ քննարկում ենք IPO-ի մասին, շատ հեռու ենք դա պատկերացնում։ Մենք Հայաստանում այսօր ունենք բավականին արժանի ձեռնարկություններ, որոնք որ պատրաստ են եւ ինչքան ես տեղյակ եմ, որոշ ընկերություններ processing-ի մեջ են այդ քայլին եւ երբ որ նայում ենք թե մասնագիտական գրականությունը, թե որպես տնտեսագետ кейսերը, տեսնում ենք, որ նույն Ամերիկայում կամ Եվրոպայում շատ փոքր ընկերություններ կարող են հենց սկզբից գնալ IPO-ի եւ տենց զարգանալ։ Մենք մի քիչ ավելի էվոլյուցիոն ենք գնում, ելնելով միգուցե մեր աշխարհագրական դիրքից, մեր գենետիկ կոդից, բայց գնում ենք հիմնարար, որը որ պետք է լինի եւ գնանք առաջ։ Պարոն Մելիքսեթյան, հետևելով նաև նորություններին, գարնանա ապրիլ ամսին Վարդանանց բժշկական կենտրոնը թողարկեց պարտատոմսեր, բայց այս պահի դրությամբ դուք եւս մեկ անգամ այդ քայլին եք գնում, բայց արդեն այլ նախաձեռնության ներքո։ Ինչու՞։ Սա առաջի առողջապահական հիմնարկի պարտատոմսերն էր, որը ներկայացվեց մեր հանրությանը։ Այս պարվեց շատ արագ 11 օրում, պլանավորված 90 օրվա փոխարեն եւ ի ուրախություն բոլորիս մոտ 90%-ը ձեռք բերեցին ֆիզիկական անձինք, որը եւ մեր նպատակն էր, որպեսզի այն մարդիկ, ովքեր օգտվում են Վարդանանցից, ունենան իրենց ներդրումը Վարդանանցի զարգացման մեջ եւ համարեն մի փոքր նաեւ իրենցը։ Եվ ինչու՞ չէ նաեւ ֆինանսապես եկամուտ ստանան Վարդանանցի գործունեությունից որպես սոցիալական ուղղվածության հիմնարկ։ Այս անգամ մենք որոշեցինք Intelligent Management ընկերությունով, որը նաև Վարդանանց ընկերության բաժնետեր է, թողարկել արդեն Intelligent Management ընկերությունով, որպեսզի զարգացնենք եւ Վարդանանցի ուղղությունը հաջորդ պլանավորվող մասնաճյուղը եւ FS ապահովագրական ընկերությունը եւ Bonus Assistance ընկերությունը այդ համախմբող ֆունկցիաների օրինակ IT ինֆրաստրուկտուրայի զարգացման համար։ Այսինքն համընդհանուր տարեր կան, որոնք բոլորովին կիրառվում են եւ դրա զարգացման ուղղված արդեն հոլդինգային ընկերությունով թողարկումը գնա։ Կարևորը որ մենք զգացինք, որ կա պահանջարկ մարդկանց հենց կոնկրետ պրոյեկտների։ Դրա համար հիմա մենք ազդագիրը, որը որ կազմել ենք եւ ներկայացվել է կենտրոնական բանկ դեռևս գրանցման փուլում է, այնտեղ մանրամասն նշված է թե ինչ ուղղությամբ են օգտագործվելու այդ միջոցները։ Արդյոք Վարդանանցի кейսով մեծ ազդեցություն ունեցավ այն, որ մարդիկ ուղղակիորեն արդեն իսկ ծանոթ էին ծառայությունների մատուցման որակին եւ միգուցե հավատը ավելի հստակ էր։ Կարծում եմ, որ մեծամասամբ այո, որովհետեւ մարդիկ գալով Վարդանանց տեսնելով այդ փոքր պաստառը, որ դրված էր գնեք պարտատոմս, մոտենում հարցնում էին, ես ինչ է, եւ ինքը շատ հասանելի էր։ Մեկ պարտատոմսը 100,000 դրամ էր ֆիքսված եւ մարդիկ կարող էին թեկուզ մի հատ, երկու հատ պարտատոմս առնել եւ համարել իրանց Վարդանանց ընտանիքի անդամ։ Իսկ այս դեպքում էլի դուք ունեք ակնկալիք, որ մեծամասամբ հենց ֆիզիկական անձինք ներգրաված կլինեն։ Մենք ցանկանում ենք, որ մեծամասամբ ֆիզիկական անձինք գնեն, որովհետեւ մենք ունենք Հայաստանում կենսաթոշակային ֆոնդեր, ունենք այլ ֆոնդեր մասնավոր, որոնք որ ման են գալիս պրոյեկտներ, որտեղ որ գումար ներդնեն, բայց մեծ գումար առնելով ֆիզիկական անձանց քիչ կմնա, դրա համար մենք ցանկանում ենք, որ սկզբի ինչ որ ժամանակ միայն ֆիզիկական անձիկ գնեն եւ հնարավորինս ինչ ենք ուզում ֆիզիկական անձիկ եւ Վարդանանցը որպես բուժկենտրոն եւ FS ապահովագրականը որպես ապահովագրական, մենք հիմնականը սոցիալական ուղղվածության ընկերություններ ենք, այսինքն գործ ունենք հնարավորինս շատ մարդկանց հետ եւ ցանկալի է որ մարդիկ ունենան որոշակի հետաքրքրվածություն, որպեսզի իրենց պարտներ ընկերությունները լավ աշխատեն, համ ծառայություն լավ ստանան, համ նաեւ ֆինանսական եկամուտ ստանան։
Եվ ներդրման ոլորտում էլ շատ կարևոր է ներդրում անելուց առաջ հասկանալ, թե ինչ ծառայություն է, ինչ ընկերություն է, ինչպես է այդ ամենը կազմակերպվում։ Դա էլ ապահովում է կենտրոնական բանկի վերահսկողությունը, որի ներքո աշխատում է հեսապահովագրականը, թափանցիկություն, հրապարակայնություն, իսկ Վարդանանց բուժկենտրոնում կարամ ասեմ, որ բաժնետոմսերի 26.7%-ը Վարդանանցի պատկանում է Ամբեր Կապիտալ ներդրումային ընկերության, մնացածը 73 Intelligent Management-ին, իսկ Ամբեր Կապիտալ ներդրումային ընկերության մեջ հիմնականում մասնակից են EBRD-ին, Եվրոպական զարգացման բանկը, մասնակից են Ասիական զարգացման բանկը, մասնակից են կենսաթոշակային երկու ֆոնդերը Հայաստանի, որոնք որ հստակ պայմաններ ունենք արդեն պայմանագրային կորպորատիվ կառավարման, թափանցիկության, աուդիտի եւ ներքին աուդիտի եւ արտաքին աուդիտի, որը որ տալիս է այդ զգացողությունը, որ դու հրապարակային ընկերություն ես եւ պարտավոր ես ամեն ինչ թափանցիկ միլիմետրի ճշտությամբ իրականացնել։ Եվ ինչպես է կարողանում այդ թափանցիկության մակարդակը ապահովել նաև intelligent management-ի բիզնես process-ներում։ Intelligent management-ը որպես համախմբող ընկերություն նույն process-ներով անցնում է ինչ որ ապահովագրականը կամ Վարդանանցը, այսինքն աուդիտ, հրապարակայնություն եւ նույն հաշվետվողականությունը ունի որպես իրենց սեփականատեր, ինչ ներքո ընկերությունները։ Պարոն Մելիքսեթյան, հենց դիտարկելով հոլդինգային կորպորացիան, բնականաբար տարբեր դեպքեր կան, երբ մեծ ընկերությունները համախմբվում են եւ միգուցե դա ստեղծի որոշ գործառնական խնդիրներ։ Վստահ եմ դուք այդ հարցերը դիտարկել եք եւ ինչ ռազմավարություն եք մշակել, որ համանման հարցեր չլինեն։ Ձեր ասած դեպքերը շատ կան միջազգային իրականության մեջ եւ գրականության։ Մենք քանի որ դեռ նոր ճանապարհին ենք եւ այստեղ կարևորը մեր ներքին ինքնավստահությունը եւ հավատը մեր թիմն են, մեր մարդիկ են, այն արժեքային համակարգն է, որի ներքո 20 տարուց ավել այս ընկերությունները աշխատում են, այս թիմերը աշխատում են, այսինքն անկախ նրանից աշխատում են FS ապահովագրականում, Վարդանանցում թե բոնուս ասիստանսում, մենք նրանք ասենք նույն արժեքային համակարգով մարդիկ են աշխատում, նույն ճանապարհն անցած մարդիկ են աշխատում եւ դա տալիս է այդ ինքնավստահությունը, որ նույն ստրատեգիան, նույն առաքելությունը, նույն տեսլականը իրականացվում է հնարավորինս բոլոր մակարդակներում։ Եվ իհարկե կառավարման համակարգերը, կորպորատիվ կառավարման բավական խորը ներդրված լինելով բոլոր ընկերություններում, ես խոսեցի աուդիտի մասին, բայց նաեւ ունենք այնտեղ ռիսկերի մասնագետ, ունենք համապատասխանության մասնագետ, ունենք արդեն ապահովագրականում ակտուարներ, որոնք մաթեմատիկներն են, ուսենց նեղ մասնագիտական ուղղություններ։ Իսկ Վարդանանցի մասով կարամ ասեմ, որ քիչ չի նույնպես օրենսդրական պահանջները առողջապահության նախարարության եւ առողջապահական տեսչության կողմից, որտեղ որ թե լիցենզավորման բաժինը, թե համապատասխանության բաժինը դա բավական քանակով մարդիկ են, որոնք որ մասնագետներ են իրենց գործի եւ կարելի ասել ամենօրյա կտրվածքով մոնիտորինգ են անում, թարմացումներ են անում, թե սարքավորումների, թե process-ների, թե բժիշկների, ամենապարզ օրինակը ասեմ, նախարարությունը ընդունել էր որոշում դեռ մի քանի տարի որ ցանկացած բուժկենտրոն պետք է 5 տարին մեկ վերալիցենզավորում անցնի, ոչ միայն բուժկենտրոնը, այլև ամեն սենյակ։ Յուրաքանչյուր, այո, որտեղ գալիս են եւ արդեն update եղած ցանկով նայվում է համապատասխանում է այդ սենյակը այսօրվա պահանջներին, թե դեռ մնացածն է։ Եթե չէ, փակեք, թարմացրեք նոր լիցենզիա։ Եվ այդ կառավարման, արդեն օպերացիոն կառավարման ռիսկերի բացառելու ուղղությունը ճիշտ վերահսկողությունն է, ճիշտ աջակցությունն է, այսպես ասած։ Եվ դրա հետ մեկտեղ կարծում եմ պետք է ունենալ համապատասխան ճկունությունը։ Ձեր կարծիքով ինչպես են թիմերը նաև կարողանում ճկուն կերպով աշխատել։ Բավականին, որովհետև մեր թիմերը կարանք մի քիչ այստեղ փորձենք sense գլուխներս բարձր պահենք, բավական երիտասարդ են, ամեն տարի փորձում ենք նոր կադրեր, նոր թարմ մարդիկ բերել, որպեսզի մենք էլ իրենցից սովորենք եւ նաեւ ամեն Պակալյանյան փոխսերունդը փոխվելուց պետք է հետ չմնանք ինչ պահանջարկ կա եւ նաեւ փոխանցենք նախորդ սերունդի գիտելիքներն ու փորձը եւ դա ճկունությունն է, ինչպես նաեւ
ղեկավարները կարող եմ ասել բոլոր ընկերություններում էլ տնօրենները, տեղակալները մենք մի քիչ ավելի համահունչ ենք հիմիկվա իրավիճակին, այսինքն չենք փակվում սենյակներում, այլ ավելի open space բաց աշխատանքային ոճ ենք ինտեգրել։ Շատ լավ, պարոն Մելիքսեթյան, շնորհակալություն այս զրույցի համար։ Ես վստահ եմ, որ ամեն ինչ կանցնի ըստ ծրագրի, որը դուք ներկայացրիք, եւ իրոք կարծում եմ, որ բոլոր մարդիկ, որ այս տեսանյութը նայում են եւ մեր հանրության տարբեր ներկայացուցիչներ կսպասեն ապագայում, միգուցե տարիներ հետո, հենց այդ IPO-ի գաղափարին, որի փակագծերը դուք այսօր մի քիչ բացեցիք։ Շնորհակալություն, Աստված առաջ։ Մեր հյուրն էր Intelligent Management հոլդինգային կորպորացիայի խորհրդի նախագահ Արևշատ Մելիքսեթյանը։